Ինչի է պատրաստվում թուրք-ադրբեջանական տանդեմը։ Այս տարվա հերթական զորավարժությունն են սկսել համատեղ Թուրքաս-Քարթալ 2026։ Համատեղ օդային գործողություններ, ոլորտում փորձի փոխանակում, անձնակազմի մասնագիտական մակարդակի բարձրացում։ Այսքանն ասում են պաշտոնապես։ Ադրբեջանը ակնհայտ եւ անթաքույց ակնկալում է, որ իր սահմանները պետք է մեծանան, ընդ որում նաեւ Հայաստանի Հանրապետության հաշվին։ Եվ բնականաբար զորքերի մարտական բարձր պատրաստության վիճակի բերելու թիվ 1 գրավականը շատ զորավարժություններն են։ Ընդ որում, փորձագետի խոսքով Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն դաշնակիցներ, նաև թուրքական պետությունների կազմակերպության հիմնադիր անդամներ են, ունեն համատեղ հեռուն գնացող պլաններ։ Դա մեծ Թուրանի ստեղծման վերպետական կառույցն է, որը ունի միացյալ բանակ։ Այսինքն նվազագույնը Ադրբեջանի խնդիրն է ռազմաքաղաքական ղեկավարության տարածքները ընդայնել Հայաստանի Հանրապետության հաշվին, իսկ Թուրքիայի խնդիրը թուրքական պետությունների, թուրքալեզու ժողովուրդների եւ սունի մահմեդական ժողովուրդների մեծ կայսրության տանիքի ներքո հավաքվելն է։ Իրենց այս պլանների ճանապարհին Հայաստանը խոչընդոտ է։ Նահապետյանն ասում է, ըստ իրավիճակի գուցե պատերազմ հրահրեն, գուցե փափուկ ուժով փորձեն իրենց հովանել։ Երկու սցենարը չի բացառում, բայց երկու սցենարի դեպքում էլ Հայաստան պետությունը կամ ամբողջովին Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին կառավարման ներքո է մտնելու, այդ թվում նաեւ տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, կոմունիկացիոն կամ եթե հարմար վիճակ լինի ռազմական գործողություններով։ Այսինքն Փաշինյանը սկզբունքորեն պատրաստում է Հայաստանին եւ պատրաստ է դնել զոհասեղանին ինչ-ինչ զիջումների, բայց կարծում եթե պահ եկավ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը սկզբունքորեն ոչ թե զիջումներով Հայաստանը կվերցնեն, այլ ամբողջապես, որտեղ դա իրենց ազգային պետական ծրագրերի բաղկացուցիչ մասն է։ Բաքուն ու Անկարան համատեղ արդեն մի քանի զորավարժություն են արել տարեսկզբից։ Հայաստանում մինչդեռ որևէ զորավարժություն չի անցկացվում, ոչ ներսում, ոչ դաշնակիցների հետ, նկատում է մասնագետը։ Խաղաղություն է, գիշեր-ցերեկ պնդում են Փաշինյանն ու թիմակիցները։ Ադրբեջանը միջինով յուրաքանչյուր տարի այլ պետությունների հետ նվազագույնը 10 եւ ավելի զորավարժություն է անցկացնում։ Էլ չեմ ասում իրենց ներքին զորավարժությունները։ Հայաստանը փաստացի ոչ դա է անում, ոչ նա։ Օրվա իշխանությունները խաղաղությունը փորձում են մուրել Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Նոր անձնագրեր են տպում, Արարատը հանել են։ Եվ ինչ դա Էրդողանին կարող է հետ կանգնեցնել, եթե Էրդողանը գտա, որ հարմար պահն է, որպեսզի Ադրբեջանի նախագահային հրամայի, որ ադրբեջանական զորքերը մտնեն Հայաստան, դա հետ է պահելու Էրդողանին, իհարկե ոչ։ Երաշխավորված խաղաղության համար փորձագետն ասում է՝ ուժ, մարտունակ բանակ եւ լավ դաշնակիցներ են պետք։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։